ես հակադարձեցի, բայց այդ դեպքում մի րոպե, չէ, ես կատակ եմ անում, բայց այդ դեպքում ես ինչի այսքան խոսեցի։ Բայց այդ դեպքում ես ֆրակցիայի առաջ ինչի, որովհետև դա հարաբերության հարց չի, պարոն Անդրանիկ Քոչարյանը ուշադիր լսի եղել է պաշտպանության նախարարի առաջ տեղակալ, եւ որ Հարկ Սարգսյանը նոր ծնվել էր։ Այդ դա է ձեզ դրդում ասում է, որի մեջ չեք քննարկել, որոշել եք նախագիծ ներկայացնել, որ քնարի քեզ sense ագրեսիվ։ Ագրեսիվ չէ, բան Քոչան, դուք եք զայրացած այսօր, ողջ օրը դուք եք ասում եք մի ընդհատեք, մի խոսեք, յա, որտեղ դուք պարոն Սարգսյանը անգամ ձեզ ասում էր, մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Պարոն Քոչարյան, իր խոսել է իր, պարոն Քոչարյան։ Հերմին այսօրով է հյուրը։ Լասը, այսօր հյուրը։ Պարոն Քոչարյան։ Ասեք իմ հարցը պատասխան։ Որ հարցը։ Առաջացնեն։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական իշխանություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվել, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի։ Բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկում մենք ունեցանք, որի մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, պաշտպանության փոխնախարարին։ Եվ բնականաբար ֆրակցիան պետք է կողմնորոշվի։ Եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետք է կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցի այս նախագծին։ Բայց ֆրակցիայի առաջիկ փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի մասնակցել այդ հանդիպմանը։ Դուք ինչ դեռ չեք կողմնորոշվել, ինչպես եք Ես ճիշտ հասկացեք, Քրիստինե Պողոսյանը հիմնավորեց։ Դուք ասեք ինչու եք դուք ի սկզբանե կողմ եղել, պարոն Սարգսյանը հրապարակային։ Պարոն Սարգսյանը խառնեց այն նախաձեռնությունը 27 տարեկաններ այս կողմ եմ եղել եւ աջակցել եմ եւ անցել է, բայց սա դարի ուրիշ բան է։ Ասպարոն Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Ես ասեցի, հանձնաժողովի բոլոր անդամները նստած են, թող ասել, այս բոլորը ընդդիմադիր իմիջիալով մեր հանձնաժողովի աշխատանքային բոլոր քննարկումներն ասում են նաև ընդդիմության մասնակցության։ Եթե քննարկված լիներ, պետք է ասել, այս բոլորը այ աշխատանքային քննարկում եղել է։ Մի բանն է ճիշտ ասել։ Միջգերատեսչական հանձնաժողովը պարոն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է 2 անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկեր եւ քվեարկեր նոր ուղարկել կառավարության տար համաձայնություն Հայկ Սարգսյանը դնի կառավարության այդ շրջացման, որը չի արվել։ Էլ չեմ ասում քաղաքացիական պայմանագիրը տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Ինչ եք կարծում։ Սա այսպես հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանը այսքան բան է, հիմնավորումներ ա բերում, քաղաք հասարակությունը, այսպիսի օրինագծերը, որը տեսակ խնդիր չի լուծում։ Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում, ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է սա լուծում։ Սա ավելի շատ հարցեր առաջացնող էր, դրա համար ես, քանի որ 30 օրվա անցած ուղի ունեմ, գուցե մի քիչ ավել, եւ կարծում եմ, որ զինված ուժերը պետք է օր առաջ մենք ունենանք այնպիսին, որպեսզի ինքը մեր ժողովրդին կարողանա պաշտպանի։ Նայում եք անհանգիստ աշխարհի կռիվներ եկել է մեր հարավային սահման։ Եվ այս քննարկումը, ես ասում եմ, նույնիսկ երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։ Ասել, որ դրա վախտը չի։ Որովհետև դա 30 տարվա բանակային ծառայության մի այդպես 30 տարի բանակացված չէ 30 տարի բանակային ծառայության մասին պարոն Քոչարյան դուք 30 տարի բանակային ծառայության մասին եք խոսում բայց հանրությունը նաև մեզ ինչպես նշում եք այդ տեսեք մարդու իրավունքների պաշտպանը այսպիսի հակասությունների մասին է խոսում բայց մի խնդիր կա ասում են որ պարոն Քոչարյանը խոսում է 30 տարվա բանակային ծառայության մասին բայց իր որդին գիտնական դառնալու հիմքով բանակից ազատվել է այո իսկ պարոն Քոչարյան եթե բանակից ազատել իր ավակ որդուն բա փոքրին խի չխնայեց փոքրն է պատերազմի ժամանակ լավ թոթոր տեղերում էր բավարարում այդպես էին ասում սուտ ես ասում ով ասում է որ գլուխը պատին տալը քիչ է ուրեմն ղուրբան լինեն իմ փոքր տղային որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած զինվորականությունից Վազգեն Քոչյանի նկարները դրեցի որովհետեւ հասկանան այս տղեն մինչև վերջի օրը նոյեմբերի 8-ը կրակել է Փարքուպատիվ ձեր փոքր տղային որ ծառել է մեծ տղան գիտնական տղան բան գիտնական տղայի գիտական գործերին դու ծանոթ ես Գիտական հարությունն է ուզում ծանոթացնել Հարությանը դու ում միջոցով ծանոթացրեք հենց այս պահին էլ իմ մեծ տղաս նաև գիտական այն գյուղ ապահովագրության համակարգի հիմնադիրներից մեկն է եւ առողջապահական համակարգի օնկոլոգիային վերաբերող դու լավ գիտես նայեք շանթով Լևոն Քոչյանը ոնց է ներկայացնում այն ծրագրերը որոնք որ մեր
պետությունը դեռ առողջապահական ապահովության մեջ ոչինչ չունի արած։ Ապահովագրությունները, որ այդպես էլ չեն գործում։ Դուք նայեք այն ինչ որ շանթով հետ քաշեք եւ նայեք։ Լարված իրավիճակը, բայց իրավիճակը։ Ինչ ես ասում փոքրացել։ Կաթողիկոսի Դուք գիտեք որ ձեզ ինչքան լավ են վերաբերում, չնայած դուք ստորագրություններ եք դնում, որ մեծ լավ չէ։ Ասում եք հիմա նախագծի ժամանակը չէ, բա կաթողիկոսի։ Քնարեք, դու իմ նկարը գրկած անդադ վազվզել ես։ Եկեղեցու կաթողիկոսի հարցը քննարկելու ժամանակն է։ Այսօր մենք եկեղեցու հարցը քննարկում։ Հասարակ այս իրավիճակում, որ Ուրեմն լարված ուրեմն ուշադիր լսեք։ նախագիծը Ուշադիր լսեք։ Գոնե ինձ եկեղեցու հետ կապված հարցերը տալու զգուշ եք։ Որովհետև նաև եկեղեցին մասնակից է եղել իհարկե Երուսաղեմի պատրիարքությունը մեր այն լայնածավալ ծրագրերի, որ պատերազմի հետևանքով անդամալուց դարձածներին քանի խմբեր եմ ես կազմակերպել, ուղարկել նաև բանակի հոգևոր ղեկավար կազմի հետ միասին, նաև պատրիարքության հետ, Երուսաղեմի, նաև մյուս հոգևորականների հետ, նաև հոգևորականներն են մասնակցել պատերազմին, զոհեր ունենք, վիրավորներ ունենք։ Հիմա այստեղ եկեղեցու խնդիրը նաև վախնիկ չէր, որ Ամրան Բաբաջյանը բացահայտեց, որ գերիների հարցով իմ մտքով անցավ, որ նկատելի է նաև եկեղեցական կառույցները օգտագործել, հակտարարնելով, որ Ստամբուլում մեր պատրիարքը ունի որոշակի կշիռ, որով կարելի է նաև Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել գերիների հետ վերադարձի սխեմատիկ հարցերը եւ դա արվել է։ Հիմա եկեղեցի պետություն, այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Եկեղեցին պետք է չխառնվի։ Պետության Լսի, հիմա դու հարց տվեցիր։ Դե հիմա լսի իմ պատասխանը։ Ընդ որում պատասխանի մեջ շատ բաներ կա, որ ես կարող եմ տողատակով ասեմ, դուք պետք է հասկանաք։ Եկեղեցին միշտ կարևոր դերակատարում ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ, բայց եկեղեցին պետք է հարցեր կամ պիտի պատասխանի ինքը պիտի լուծումներ գտնի։ Երբ որ հոգևորականը Կիրանցում խնդիր էր քաղաքական դնում եւ գալիս էր Երևան, եւ հիմա խնդիրը չլուծելով ինքը Կիրանցից հեռացել է, բայց եկեղեցին ինքը դարձավ թիրախ։ Նաև հասարակության մեջ, որտեղ պարզ չեղավ, եկեղեցին ինչի համար է պատասխանատու։ Եկեղեցին բոլոր իր կանոնակարգային պահանջները, փայլակ, չես լսում։ Այս որ մեկ-մեկ խոսում եմ, չնայած հարցազրույց աշխատում եմ տալ այնտեղ, որտեղ ուզում եմ, այդ չի հարցը։ Եկեք հարաբերությունների մեջ լարվածությունները հեռացնենք, գտնենք լուծումներ։ Որն է այդ լուծումները։ Այս հարաբերությունների մեջ այն ինչ որ ասում, ինչ որ կեսարին է։ Եկեք հիմա այդտեղ չխառնելով, նաև եկեղեցին ինքը այդ կուսակրոնության հարցը ինքը լուծեր վաղուց։ Վաղուց դի լուծացել էր, վերջին հաշվով լուսավորիչը ինքը ընտանիք ունեցել։ Կառավարման 7 տարի հետո ինչու Փաշինյանը հիշեց եւ այս հարցը դարձեց օրակարգին։ Ես կարծում եմ դուք առիթ կունենաք հանրապետության վարչապետին այդ հարցը տալու, բայց հանրապետության, բայց ես մի լավ բան եմ տեսնում այս ամենի մեջ, այս քննարկումները բացի որ քաղաքական ինչ որ նրբերանգներ են ստանում, այս քննարկումները մեզ բոլորիս մաքրում են։ Մենք այնուամենայնիվ պատվիրաններին պետք է ավելի լուրջ վերաբերվենք, մեր պարտականություններին պետք է լուրջ վերաբերվենք, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին հատկապես չշնանալու հարցում։